Տաթև Ասատրյանը վաղուց արդեն համարվում է հայկական էստրադայի ամենահայտնի ու սիրված դեմքերից մեկը։ Նրա մեղեդային ու ջերմ ձայնը հուզում է միլիոնավոր հայերի սրտերը, անկախ այն բանից, թե աշխարհի որ կետում են նրանք գտնվում։ Սակայն Տաթև Ասատրյանի առանձնահատկությունը միայն նրա բեմական շնորհը չէ։ Երգչուհին հայտնի է նաև իր մարդկայնությամբ, մարդկանց օգնելու, նրանց կողքին լինելու հազվագյուտ կարողությամբ։ Այս բնավորության գիծը հանրությունը բացահայտեց դեռ այն ժամանակ, երբ նա աջակցեց փոքրիկ Նժդեհին, փոխելով երեխայի ճակատագիրը։ Ավելի ուշ Տաթևը զարմացրեց իր երկրպագուներին ևս մեկ բարեգործական քայլով, նվիրելով հացի փուռային կնոջը, որը ժամանակին օգնել էր իրեն։ Սակայն մեկ այլ պատմություն կապված Ռուսաստանի հայ համայնքի մի երիտասարդի հետ երկար ժամանակ մնացել էր գաղտնի։ Երգչուհին ինքն էր խնդրել, որ այդ դրվագը չհանրայնացվի, սակայն այժմ, երբ դեպքի մասնակիցը ցանկանում է, որ հանրությունը ևս իմանա կատարվածի մասին, պատմությունը դուրս է գալիս լռության տակից, որպես օրինակային բանի, որ բարի գործերը երբեք չպետք է մնան ստվերում։ Տաթև Ասատրյանի հեղինակությունը վաղուց հաստատված է, նրա ամենահամերգների տոմսերը սպառվում են օրերի ընթացքում։ Նման երևույթ հայկական բեմարվեստում հազվադեպ է։ Երկրպագուների խնդրանքով երգչուհին նույնիսկ ստիպված է լինում նույն օրերին կազմակերպել լրացուցիչ մենահամերգներ։ Ակնհայտ է առաջիկա տարիներին Տաթև Ասատրյանի համերգները տեղի կունենան արդեն ավելի մեծ բեմերում, այդ թվում Հրազդան մարզադաշտում, որտեղ ամենայն հավանականությամբ ազատ տեղ չի մնա։ Սակայն այս պատմությունը ոչ թե նրա բեմական հաջողությունների, այլ մարդկային բարի սրտի մասին է։ Մի քանի տարի առաջ Մոսկվայում գործող հայկական փոքրիկ ռեստորաններից մեկում աշխատում էր Արամ անունով երիտասարդ մատուցող։ Նրա կյանքը երկար տարիներ նշանավորվել էր ծանր փորձություններով։ 16 տարեկանում Արամը կորցրել էր հորը ավտովթարի հետևանքով։ Մայրը մնացել էր հաշմանդամ, իսկ փոքր քույրը Նարեն դեռ դպրոցական էր։ Ընտանիքը տեղափոխվելով Ռուսաստան փորձել էր նոր կյանք սկսել, սակայն աղետը փոխել էր ամեն ինչ։ Արամը ստիպված էր դեռ պատանեկան տարիքից աշխատել, պահելու ընտանիքը։ Նա կատարել էր ամեն տեսակի աշխատանք շինարարությունից մինչև առաքում։ Վարկերը, մայրիկի դեղորայքի գումարները, բանկային պարտավորությունները դարձել էին նրա երիտասարդ տարիների անընդհատ պայքար գոյատևման համար։ Մոսկվայի հայկական ռեստորանում աշխատանքի ընդունվելով նա հույս ուներ գոնե որոշ կայունություն ձեռք բերել, սակայն աշխատանքային պայմանները բարդ էին, իսկ ժամանակավոր տնօրենը հաճախ վիրավորական վերաբերմունք էր ցուցաբերում։ Ձեզ նմաններին ոչ ոք չէր ընդունի աշխատանքի, բախտդ բերել ա, որ հայ ես։ Արամը լռում էր, հանդուրժում, նրա համար ամեն ինչից կարևոր իր մոր առողջությունն էր։ Եվ ահա մի կիրակի օր հերթական հերթափոխի ժամանակ ռեստորանի դահլիճում նա նկատեց Տաթև Ասատրյանին։ Երգչուհին գտնվում էր մի քանի ընկերների հետ ուրախ տրամադրությամբ։ Արամի համար այդ պահը անսպասելի էր, տարիներ շարունակ նրա մայրը հենց Տաթևի երգերով էր սփոփում իր ցավը հիվանդանոցային գիշերների ընթացքում։ Երիտասարդը համարձակվեց մոտենալ ստորագրություն խնդրելու համար։ Տաթև Ասատրյանը ժպտաց եւ նկատելով մատուցողի հոգնած հայացքը հետաքրքրվեց նրա պատմությամբ։ Արամը երկար լռությունից հետո անկեղծորեն պատմեց ամեն ինչ վթարի, հոր կորստի, մոր հիվանդության եւ կյանքի դժվարությունների մասին։ Երգչուհին լուռ լսեց նրան առանց ընդհատելու։ Նրա աչքերը չէին թարթում, կարծես սուզվել էր երիտասարդի ցավի մեջ։ Երբ Արամն ավարտեց պատմությունը, Տաթև Ասատրյանը միայն ասաց. «Կյանքը երբեմն քանդում է ամեն բան, որպեսզի հետո տեսնենք իրականը որն էր։ Մեծ հավատա ոչ մի ցավ անիմաստ չէ»։ Նա թողեց սեղանի վրա իր այցեքարտը ասելով. «Մի օր զանգիր ինձ, քո մայրը ինձ հիշեցրեց այն կանանց, որոնց ես շատ պարտք եմ»։ Մի քանի օր անց Արամը փորձեց զանգահարել, սակայն պատասխան չստացավ։ Կյանքը շարունակվեց իր ծանր ընթացքով, մոր առողջությունը վատանում էր, իսկ երիտասարդը խրվել էր նոր պարտքերի մեջ։ Մի օր նրան զանգահարեցին ռեստորանից, ասելով, որ անակնկալ է սպասվում։ Արամը վերադարձավ աշխատանքի վայր, չգիտակցելով, թե ինչ է իրեն սպասվում։ Հաշվապահը փոխանցեց հաստ ծրար, ասելով. «Սա քեզ է», ասացին անձամբ տամ։ Ծրարի ներսում խոշոր գումար էր եւ նամակ գրված Տաթև Ասատրյանի ձեռագրով. «Արամ ջան, ես հավատում եմ քեզ։ Ոչ թե որովհետև պատմությունդ ցավոտ էր, այլ որովհետև քո մեջ մի լուռ ուժ կա, որը չեմ կարող բացատրել։
Այս գումարը քեզ համար է ոչ թե որպես օգնություն, այլ որպես ուղերձ, որ դու մենակ չես, բայց իրական անակնկալը ծրարում չէ։ Ներսում կա մի ֆլեշ նախատեսված քո մոր համար։ Հարգանքով եւ սիրով, Տաթև Ասատրյան։ Երբ Արամտուն վերադարձավ, բացեց ֆլեշը, ներսում միակ ֆայլն էր մամայի համար MP4 վերնագրով։ Էկրանին հայտնվեց Տաթև Ասատրյանը ձայնագրման ստուդիայում։ Նա դիմեց մորը առանց պաթոսի, անկեղծությամբ լի ձայնով. «Սիրելի մայրիկ, չգիտեմ երբ կդիտեք սա, բայց ուզում եմ ասել. ես ձեզ լսել եմ։ Ձեր ձայնը հասել է ինձ Արամի շուրթերով, եւ դա քիչ չէր, դա մեծ բան էր, չնայած ես իմ մորը կորցրել եմ, բայց աշխարհի բոլոր մայրերը ինձ համար հարազատ են։ Այսօր ուզում եմ ձեզ նվիրել մի երգ ձեր ուժի ու ձեր սրտի համար, որ դաստիարակեց արժանավոր որդի։ Այնուհետև երգչուհին սկսել է երգել. Երբ կյանքը փակում է դռները բացված, դու չես լքում քո լուռ պատուհանը, դու լռությամբ խոսում ես կյանքի հետ ու դարձնում ես ցավը աղոթք ու հավատք։ Երգի վերջում Տաթևը ասեց. «Մայրիկ ջան, սա ձեր երգն է, ձեր կյանքի, ձեր պայքարի եւ ձեր ընտանիքի հույսի երգը։ Ձեզ ամուր գրկում եմ թեկուզ էկրանից եւ աղոթում ձեզ համար»։ Երբ էկրանը մարեց, մայրը կանգնած էր դռան մոտ, արցունքներով լցված աչքերով։ Նարէն նստեց նրա կողքին, երեքով լուռ լսեցին երգը մինչև վերջ, հասկանալով ամենակարևորը, որ որքան էլ դժվար լինի, կյանքը միշտ պետք է շարունակել հավատալ հրաշքներին։